Արդյոք նիհարելու ժամանակ պետք է հաշվել կալորիաները։ Դու պահպանում ես մեզ, որպեսզի չկորցնես եւ ուղարկում ընկերոջդ, որ այդքան շատ է ցանկանում նիհարել եւ չի ստացվում։ Տեսանյութի վերջում ցույց եմ տալու, ինչպես ամենահեշտ տարբերակով հաշվես քո քաշի համապատասխան օրվա կալորիաները։ Կալորիաները հաշվելը ճիշտ է թե անիմաստ, պատասխանն է ոչ սև, ոչ սպիտակ։ Բայց եթե չես հասկանում որքան ես ուտում, չես կարող հասկանալ նաեւ թե ինչու չես նիհարում։ Պարզապես գիտակցորեն պետք է հասկանաս, թե ինչ ես ուտում եւ որքան կալորիա է այն իր մեջ պարունակում, որpիսի դու կարողանաս հասկանալ, թե ինչ անես, որ նիհարես։ Այսպիսով, դա պետք է պարզապես իմանալ ոչ թե ունենալ խիստ սահմանափակումներ, այլ գրագետ մոտեցում սննդի օրվա ռացիոնին։ Տես, ողջ օրը դու չես հաշվում, չէ՞, թե որքան քայլ ես արել, բայց դե գիտես, եթե չշարժվես, դու չես կարող նիհարել։ Նույնն էլ կալորիաներն են։ Սովորիր ոչ թե տանջվիր, հսկիր ոչ թե արգելիր։ Միշտ հիշիր, նիհարելու ընթացքում ոչ թե միայն կարևոր են կալորիաների դեֆիցիտը, այլ նաև նրանց հնդարարությունը։ Բալանսը, եթե ցանկանում ես իրապես նիհարել ճարպի հաշվին։ Իսկ այս բանաձևը կօգնի քեզ հաշվել քո կիլոգրամին համապատասխան օրվա կիլոկալորիաները։ Այս